Ինչպիսին պարտնյոր էր Հայկ Մարությանը։ Հանդիպել եք ձեր արքայազնին։ Կսիրեմ նրան, ում կսիրեմ։ Իսկ ինչ ես զգում այդ մեկ վայրկյան բեմ դուրս գալուց առաջ։ Ես չեմ բռնանում ինքս ինձ։ Որ պահին քո կյանքի դու հասկացար, որ ես դերասանուհի եմ։ Ինչև հիմա էլ չեմ հասկացել։ Արի մայիս արի, թող պուրակը կարկաչի։ Մեր հյուրն է այսօր դերասանուհի, երգչուհի, պարուհի Անի Լուպեն։ Ողջույն Անի ջան։ Բարև ձեզ Իննա ջան։ Այսօրվա մեր հանդիպումը ուզում եմ սկսել մի փոքրիկ մասնագիտական բլից հարցումից, եթե դեմ չեք։ Իհարկե ոչ, սկսենք։ Սկսենք։ Ամենազվարճալի ձախողումը բեմում։ Հստակ չեմ կարող, հաճախ ա տեղի ունեցել, անկեղծ։ Չեմ կարող նա ինչ-որ մեկը առանձնացնել։ Նենց որ հիշվի երկար, որ առանձնանա այսպես։ Ներկայացման ժամանակ ուրեմն այս կոշիկիս կաբլուկը մնացել էր այդ ինչ-որ արանք կար այդտեղ ու ես չէի կարողանում գնայ դուրս գայ ու ինքը այնպիսի կոշիկ էր, որ բանը սենց չէի կարա միանգամից ոտքս անեի, թեկուզ բոբիկ շարունակեի ու տենց համ մնացի ու հետևում էի խոսքերը ասում, ձայնս էր մենակ գալի, բեմ չկարողացա դուրս գամ, բայց էլի շատ դեպքեր ա եղել էլի։ Կարևորը տրավմաներ չեղան։ Չէ։ Ֆիզիկական գոնե։ Շնորհակալություն, կարևոր հիշողություններ։ Ամենագեղեցիկ կոմպլիմենտը հանդիսատեսից։ Ինձ համար ամենագեղեցիկ կոմպլիմենտը նա է, երբ որ ինձ ասում են ինչ-որ թիմով աշխատանք է, դա թե ներկայացում, թե համերգ, որ ասում են հրաշալի էր, այսինքն ինձ չեն առանձնացնում։ Ինձ համար դա կարևոր է, որովհետև եթե թիմային ես աշխատում, ուրեմն դու հաղթել ես այդ աշխատանքը, երբ որ ասում են ինչ լավ էր ներկայացումը, ինչ լավ համերգ էր, այսինքն չեն առանձնացնում եւ առանձնացնում են, այսինքն հա, գուցե մարդիկ որ քեզ հենց հավանել են, բայց այսինքն այդ պրոյեկտը, այդ ներկայացումը ձախողված եմ համարում։ Հրաշալի պատասխան, հրաշալի գնահատեցի։ Կա երազանքի դեր։ Ոյ, հա։ Որն է։ Jesus Christ Superstar-ում շատ եմ ուզում, միշտ ուզեցել եմ խաղամ Մարիա Մագդալենայի կերպարը։ Ուղղակի այստեղ չբեմադրվեց ու սենց ամեն տարի ես դա երգում եմ ինձ համար տանը։ Իմիջիայլոց որոշել եմ, որ այն երգերը, որ այստեղ չի բեմադրվելու եւ այսինքն առիթ չկա, այն երգը, որ ես սիրում եմ, որոշել եմ ես ինքս դա ուղղակի ինձ համար երգեմ եւ ունենամ։ Ահա, սա շատ հիանալի է, որ այս հենց ռոք օպերան հիշեցիք, որովհետև դրա մասին մենք խոսելու ենք ընթացքում անպայման։ Ինչ լավ է։ Այո, ինչը կարող է միանգամից ձեզ հունից հանել բեմում։ Բեմում Կամ ներկայացումից առաջ։ Բեմում քիչ չկա թերևս այդպիսի բան, որովհետև որը խաղում եմ արդեն էլ ինչ կիքսերը լինում է, այլ արդեն չեմ հունից դուրս չեմ գալիս, որովհետև արդեն տեղի ա ունենում ու եւ դու բեմում ես արդեն։ Բայց ներկայացումից առաջ հունից դուրս չեմ գալիս, ես շատ քիչ եմ հունից դուրս գալիս, թերևս հիմա, առաջ այդպես չէի։ Բայց որ բարձր են խոսում, ինչ-որ բան բարձր են խոսում ու թեկուզ ինչ-որ բան են բացատրում, բարձր են դա խոսում, ես հունից դուրս եմ գալիս։ Իսկ կյանքում կա բաներ, որ հանում են հունից։ Անպատասխանատվություն, չգիտեմ։ Ես աշխատում եմ բոլորին հասկանամ, անկեղծ ընկալեմ, որովհետև միշտ իմացին է ինչ-որ երևույթ տեղի ունենում, ինձ միանգամից տեղերով փոխվում եմ, ասում եմ, բայց օրինակ իմ հետ էլ ա տենց պատահել, ես էլ եմ այդպես։ Ես էլ եմ մարդ։ Հա, էլի աշխատում եմ հասկանալ, բայց հա կան բաներ էլ, որ միանգամից հունից դուրս եմ գալիս, օրինակ, որ չգիտեմ, գիտեք օրինակ, որ ինչ-որ բան պլանավորում եմ, չի ստացվում, բայց դա էլ իմ մեղքն է, որովհետև ես եմ պլանավորող, այսինքն ես ինքս իմ պլաններից եմ հունից դուրս գալիս, ոչ թե դիմացին դա։ Ինչը երբեք չեք ցույց տա հանրությանը։ Ոյ։
Հանրությանը գուցե շատ նեղ ինչ որ զգացողություններ, բայց շատ անձնական էլի, որովհետև ոչ թե ցույց չեմ տա, որ կվախենամ, ինչ կմտածեն, չէ, ուղղակի կան բաներ, որ կարող եմ մտածեմ գուցե այդ մարդկանց չարժի հանրությանը ցույց տալ, որովհետև դա իրանց չի վերաբերվում, ոչ թե վատ իմաստով չի վերաբերվում, այսինքն թե հիմա դա քոնն է, քո ուրախությունն է, քո տխրությունն է, հա, Քո ներքին աշխարհն է։ Մի հատ փոքր անկյուն ունեմ, որ դա ցույց չեմ տա, ոչ թե ինչ որ կարծիքներից եմ վախենում կամ, բայց ինձ թվում է դա հետաքրքիր չի, դա ասենք շատ նեղ ինչ որ մասայում, հա, կզրուցեմ այդպես։ Շնորհակալություն Անջան, անցնենք հիմնական հարցերին։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին եւ լայքել մեզ։ Մի գեղեցիկ օր, մի կրքոտ իսպանացի, Ինչ լավ եք նկարագրում, չգիտեմ ինչա, բայց լավն է սկիզբը։ Այո, մի կրքոտ իսպանացի Վիկտոր Արմանդո Ռոխաս անունով Ոյ, հա։ հասկացավ, որ այս գեղեցկուհին, այս ջերմ արևոտ գեղեցկուհին պետք է ունենա նոր անուն։ Պատմեց մի պատմություն, որ Գվադելուպե, հա, իսպաներեն, Իսպանիայում դա իրենց սիրո աստվածուհին է։ Եվ Գվադելուպեն կրճատվեց, դարձավ Լուպե։ Այս Լուպե կեղծ անունը ինչ որ կերպով անդրադարձել է ձեր բնավորության վրա, ձեր ապրելակերպի վրա, դարձել է մասնիկ իրական։ Սկզբնական շրջանում չէ, որովհետև մի տեսակ երբ որ Վիկտոր Արմանդո Ռոխասը գնաց Հայաստանից, ինձ ասել էր, երբ որ լատինոամերիկյան երգեր երգես, այդպես ներկայացի։ Հետո ինչ որտեղ երգում էի, հաղորդավարը եկավ ասեց բանը, քեզ ոնց ներկայացնեմ Անի ջան, շատ պատահական հիշեցի դա, իրա գնալուց բավականին անցել էր։ Ասեցի Անի Լուպե ասա, բայց ոչ իման չզգացի այդ ամենասկզբում։ Հետո մի քիչ իմ համար ծիծաղալու էր, դե համ փոքր էի, համ ասում էի դե լավ, ինչ Անի Լուպե։ Բայց հետո կամած դա իմ, չգիտեմ, սենց մաշկը դարձավ, ոնց որ ինձ թվում է իմ անձնագրի մեջ, իմ բոլոր թղթերի մեջ Անի Լուպե է գրված, շատ իմը դարձավ։ Դուք արտակնապես եք նման շատ Մի անգամ գիտեք լատինոամերիկացու կամ մի անգամ իսպանացու։ միտեղ բենդով երգում էինք, ես բենդ ունեի, որտեղ լատինոամերիկյան երգեր են երգում, եւ առանձին ինչ որ ռեստորան կար, որտեղ եւ երգում էի, այդ ռեստորանի տնօրենը հյուրեր ա ունեցել ու զանգարել է, որ գիտեր, որ ես եմ երգելու, ուզեցել է բերի այդտեղ, զանգարել է, ասել է ով այսօր երգում, ասել են Անի Լուպեն, ասել է իսկ ինքը որտեղից, ասա Իսպանիայից, բայց իր մոտել եմ էլի աշխատում։ Ասել է որտեղից, ասա Իսպանիայից երգչուհի է, ասում խոփում։ Ու գալիս է այդ ռեստորանի տնօրենը, այնքան ենք ծիծաղել։ Մի խոսքով բնազ դա դարձել ինչ որ տեղ կարելի ասել։ Լուպեն հա, ինչ որ բաներ փոխեց այն առումով, որ մի տեսակ ջերմություն եկավ, չեմ կարող բացատրել էդի սենց զգալու վրա է, հա։ Իսպանիայի ջերմությունը եկավ եւ դիպչեց եւ դարձավ արդեն ներքին ինչ որ մի մասնիկ։ Մի հարցազրույցում հարցրեցին ձեզ թե ինչպիսին եք պատկերացնում ձեր ընտրալին եւ դուք չհասցրեցիք պատասխանել այդ հարցին, կարծես հարցազրույց անցկացնողը հարցը տվեց եւ ինքն էլ ենթադրեց թե ինչպիսին պիտի լինի ձեր ընտրալը, ասաց որ դե երևի թե հարուստ, կայացած եւ ինձ այնքան հուզեց ձեր պատասխանը, որ դուք ասացիք որ ոչ, կարևորը որ երկուսի մեջ սեր լինի, որ մարդիկ հասկանան, հարգեն եւ հարգանքը եւ սերը դրանք իրար հետ պիտի գնան, հա, ճանապարհ շատ դուրս եկավ։ Հիմա դա 2 տարի առաջ էր։ Հիմա փոխվել է ձեր միտքը գաղափարախոսությունը։ Ոչ, ես ուզում եմ ասել, ուզում եք դուք մի պատասխանեք, ես հարցը պատասխանեմ, որովհետեւ միշտ ես հենց ոչ թե անգիրարած բառեր են, այլ ես միշտ այդպես եմ
զգում իմ կողակիցը պետք է այդպես լինի։ Հետո որ ինչ որ մեկին ասում են նկարագրի, ես չեմ կարողանում ասել, չգիտեմ, պետք է լինի բոյով, այսինքն դա ինձ համար շատ անծանոթ է ու տարօրինակ, որովհետև ես ասում եմ կսիրեմ նրան, ում կսիրեմ, այսինքն դու չգիտեմ, սկսում ես սիրել մեկին ու կա չէ փոքր ժամանակ ինչ որ իդեալներ երազած, պատկերացրած, այո։ Դու հասկանաս, որ այդ քո իդեալական իդեալներից, այդ երազներից ոչ մի բանը չի համապատասխանում այդ երիտասարդի հետ, հա, բայց իմ համար շատ կարևոր են մարդկային որակները առաջին հերթին, անկեղծ, որ այդ հարգանքը, այդ սերը շատ կարևոր բաներ են։ Ձեր ընտանիքի մոդելը այդպիսին է, քո ծնողների։ Այո, ինձ թվում է եւ հենց այդտեղից էլ ինչ որ իմ մոտ ձևավորվել է այդ արժե համակարգը, որովհետեւ ճիշտ է, ընտանիքից զատ արդեն դրսում է շփվում, բայց ես շնորհակալ եմ իմ ընտանիքին եւ Աստծուն, որ ես այդ արժե համակարգը կայ մեջ, ես չգիտեմ ինչպես է ձևավորվել դա, բայց տարիների ընթացքում ձևավորվել եւ ընտանիքից եւ հետո ձեռք բերած ընկերներից եւ աշխատավայրերից, որտեղ ես աշխատել եմ, տեսակ այդպես է ստացվել։ Հանդիպել եք ձեր արքայազնին։ Դեռ ոչ։ Ամեն ինչ արժևում է։ Հա, ես չեմ հուսահատվում, որովհետև այլ բաներ կան, որ ես հենց ես կյանքը կարևորում եմ, հա, ինչպես էլ որ ընթանա, դա չի իմ ասենց այն բարձրությունը, որ պետք է հասնեմ այդ արքայազնը, դա ինձ համար մի քիչ շատ քառակուսի է դառնում։ Հա, եւ սուտ կլինի, որ ցանկություն էլ չկա, բայց ուզում եմ ասեմ, իմ նպատակը դա չի, իմ կյանքի իմաստը դա չի։ Ես իսկապես միշտ եթե ինձ հարց են տվել, ես անկեղծ պատասխանել եմ, որ ես շատ երջանիկ եմ, որովհետեւ մարդիկ կան երջանկանում են այլ բաներից, ինձ համար որ լույսը բացվում է, իսկապես ես երջանիկ եմ, ես դա ուղղակի խոսքեր չի, որ ասում եմ, հա, ու այդ խաղաղությունը ընտանիքի, առողջությունը եւ ընկերների, այսինքն ես այնպիսի մարդ եմ, որ մենակս չեմ կարող երջանիկ լինեմ, իմ շրջապատը պիտի երջանիկ լինի, իմ ընտանիքը, դուք, բոլորը, ես եթե ինչ-որ ինֆորմացիա եմ իմանում, ես ինչ-որ վատ, ես դե տխրում եմ, հա, հետո երբ որ իմանում եմ դա արդեն լավ է, շտկվել է, ես ուրախանում եմ, անգամ կարող է այդ մարդը չիմանալ, որ ես իր համար տխրել եմ եւ ուրախացել եմ։ Դրա համար այդ որ մենակ ձգտել այդ երջանկությանը, այդ ես, չգիտեմ, իմ մեջ չկա դա, ես էլ այդ կերպ եմ ուրախանում։ Դա իմիջիալուց շատ թափանցում է ցանկացած հարցազրույցի ընթացքում։ Ես նկատեցի, որ ինչպիսի վերաբերմունք է ծնողներին։ Հարցազրույցներից մեկում նենց հուզիչ էր, մեկ վայրկյան մայրիկիս զանգահարեմ, մեկ վայրկյան նկարեմ ցույց տամ, ինչ ենք անում, ինչ ենք ուտում։ Ես էլ եմ այդպիսին եղել։ Զրկվել եմ այդ հաճույքից իհարկե ծնողների, Աստված բոլորին տա, որ ծնողները 200 տարի ապրեն։ Ես լրիվ ձեզ հետ համամիտ եմ։ Մեկ էլ մի բան եմ ուզում ասեմ, ես շատ եմ սիրում իմ մամային, ու ես ուզում եմ, որ բոլորը իրենց մամաներին շատ սիրեն։ Իսկապես մաման այն լուսավոր կետն, այն հրեշտակն է, ես միշտ ասում եմ, որ իմ մաման Աստված ինձ ուղարկել է, այդ որ ասում են քո պահապան հրեշտակ չէ, կա, որ ասում են իմ կողքն է դրսից դուրս գալիս խոսա այդ, բայց իմ մաման է ինքն այդ իմ հրեշտակը ու բոլոր մամաներին ես համեմատում եմ այդ հրեշտակների հետ, չեմ համեմատում, այսինքն հենց իրանք այն հրեշտակներն են, բոլոր մամաները, ով Աստված տալիս է, որպեսզի պաշտպանեն իրանց երեխաներին եւ առհասարակ բոլորին։ Երևի առաջնային է այս ձեր ամբողջ ասացներից հետո, դա ձեր մտերիմների, հա, հարազատների, սիրած մարդկանց բարեկեցությունն է, Գիտեք, անգամ որ պետության հետ է ինչ որ խնդիրնում, ես նույնպես մեր մայրիկն է։ Ես չեմ կարող ասեմ, այո, որ ես տենց շատ բարի եմ, ես շատ, հա, ես
չեմ կարող ինձ նկարագրեմ, բայց ես իսկապես, եթե ինչ որ թեկուզ ոչ մեր պետության հետ, ինչ որ ես ուզում եմ բոլորը խաղաղ ու երջանիկ լինեն, այն կյանքը որ տրված է, որովհետև թեկուզ հարևան պետությունում է ինչ որ բան լինում, թեկուզ ավելի հեռու տեսնում ես ինչ որ դժբախտություններ, այո, չես կարողանում ուրախանաս, հա, այստեղ չի, դու արտանում ես, էլի քո առօրյա, բայց զգում ես ինչ որ սիրտդ sense կախա, բայց ինչա չես հասկանում, մեկը զգում ես, որ հա, այս ինֆորմացիան ես կարդացի, դրա համար մենակ ես կարծում եմ երջանիկ չեն լինում։ Այո, եւ զարմանալի է, չէ, ինչպես կան բազմաթիվ մարդիկ, որոնք սնվում են հակառակը, բացասականով։ Երբևիցե չեմ կարողացել պատկերացնել, ինչպես է դա հնարավոր։ Իմ հյուրերը բոլորը բարի մարդիկ են։ Այ դա կարող եմ միանշանակ ասել։ Բախտս բերել է։ Ես չեմ հիշում, ինչ նյութ էի լսում, ասում էր շատ հետաքրքիր բան ասեց, եթե ուզում ես իմանաս մարդը բարի է թե չէ, դու պետքա տեսնես իր ընտանիքի հետ շփումը, որովհետև ինքը արտաքին աշխարհի հետ կարա շատ բարի թվա, որովհետև դու իրան չես ճանաչում եւ խաղալ։ Հա, կոպիտ ասած։ Եմ ասում, այդ շատ լավ բան է։ Իսկ ինչ վերաբերում է մայրիկներին, ես շատ եմ սիրում բոլոր մայրերին անկեղծ, որ ասում են մամա, իմ համար դա սրբություն է, մեծատառով երևույթ է դա։ Եղել են օրինակ տարիներ, որ ինչ որ այդ ընկերներ եմ ունեցել, իրանց հետ չենք խոսել, վիճեղել ենք, ում, բայց ես իրանց մամային մինչև առ այսօր սիրում եմ։ Ես չգիտեմ, մամաներ շատ եմ սիրում, շատ։ Համամիտ եմ, համահունչ եմ, ամբողջովին 100%-ով։ Անջան, ինձ զարմացրել է մի հետաքրքիր փաստ ձեր կենսագրության, որ դուք լինելով հրաշալի դերասանուհի, երգչուհի, անհատ, դուք հայտնի եք, դուք սիրված եք, բայց դուք չունեք դիպլոմ։ Սովորելով, հա, եւ պրինցիպի ավարտելով մեր ալմա մատերը, ես էլ եմ այդտեղ սովորել եւ ավարտել։ Ես նայել եմ ձեր հաղորդումները, լսեցի, որ մերոնցից եք։ Մերոնցից, այո, Երևանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտը հապետական, ինչպես դա տեղի ունեցավ, ինձ համար անհետեցություն է։ Գիտեք, ես լավ եմ սովորել, հա, ու ես շատ լավ դասախոսներ եմ ունեցել, իսկապես շատ լավ կուրս եմ ունեցել, ինձ որ ասում են պարտադիր չի թատերական ավարտես, ես ասում եմ պարտադիր է, ինչի համար, որովհետև շատ նյուանսներ ու մանրուքներ կա, որ հա, ես համարում եմ նաև որ կան մարդիկ, որոնք ունեն այդ տաղանդը, բայց այդտեղ մի հատ ինչ-որ հետաքրքիր բաներ կա, որ դա մենակ այդ ինստիտուտը ֆունդամենտալ գիտելիք կոչվում է։ Եվ մեր 5 տարի էր մյուզիկլի բաժիններ, հենց ես էլ այդ ժամանակ համ աշխատում էի, մատուցող էի աշխատում, ու համ սովորում էի, ու իմ եղբայրն էլ շատ օգնել այդ ֆինանսական մի քիչ դժվար էր էլի։ Այդպես 5-րդ կուրսում արդեն պետական քննությունների 2 հատ, հա, դիպլոմի պաշտպանություն, վոկալ, 5 ստացա, բեմական խոսք, եկավ երաժշտական թատրոնի պատմությունը, ինձ համար էլ այդ դժվար էր այդ սովորելը, ես միշտ աշխատանքի տեղը սենց աղմուկ էր, այնտեղ երաժշտություն կար, որտեղ որ ես աշխատում էի, հենց առանձնանում էի, կարդում էի, նորից բան էի, առանձնանում էի, կարդում էի, բայց ես շատ սիրել եմ ու իմացել եմ իմ մասնագիտությունը, հա։ Այդպես քննության ժամանակ ճիշտ ասած 50 հարց սովորել էի, որի մեջ երաժշտական թատրոնի պատմություն էր։ 3 հարցեր, ամեն հարցի մեջ 3 հարց եւ 80 հարց էր, որից 50-ը սովորել էի, այդ ընթացքում էլ Սոս Սարգսյանը արդեն ռեկտորը չէր, այդ տարին առաջին դարձել էր Հրաչիկ Գասպարյանը, հա։ Ու այն ժամանակ մի քիչ ավելի շենքը փոքր էր, եթե կհիշեք, հա, այնց մեջ չէր, այն բոլորիս ճանաչում էինք, ես միշտ ամեն ինչ որ երգի փառատոնին մասնակցում էի, բարի, ու ես առաջի տեղերն էի գրում, ուզում եմ ասեմ, ինձ ճանաչում են, ես այնց այդ հավես էի, զգում էի այդ հաճույքը, ու վստահ էի, որ բոլորը գիտեն, որ ես իսկապես սովորում եմ ու սիրում եմ սովորել։ Այդ ժամանակ մի քիչ խնդիրներ եղավ այդ վերջին գումարի 40,000-ը պակասում էր,
անունը չեմ հիշում, բայց այդտեղի այդ ադմինիստրացիոն ինձ կանչեց, ասեց դու չես կարող մասնակցել պետական քննությունների, որովհետև 40,000 պակաս մայիսի արդեն ավարտում եմ։ Հիմա ասում եմ մասնակցեմ, ես դեռ աշխատեմ, մենք այտենց աշխատում էինք, հավաքում էինք ու էդի խղճահարությամբ չեմ ասում, շատ հավես էր, այսինքն ասենց աշխատում էր, հավաքում էր, վարձ տալիս էր ինչ որ կերպ, հա։ Ու այդ 40,000-ի պատճառով ինձ նախ ասացին, որ քեզ հեռացնում ենք ինստիտուտից։ Հետո մեր թատրոնում տնօրեն կար, Լևոնը, հիշում եմ, ու ինքը ինձ տվեց, ասեց անպայման տարտուր ու քննություններդ հանձնի։ Ես էլ իրան իհարկե հետ վերադարձրեցի, բայց չվերցրեց։ Ու քննությունները հանձնեցի, եկավ այդտեղ զորով շարով այդ սովորել եմ էլի այդ 50 հարցը։ Հա։ Քաշեցի եմ, որ միշտ հարցա չէ լինում, ընկնում այն հարցը, որը բայց ես այնքան վստահ եմ, որովհետև ինձ ճանաչելով իրանք պիտի իմանային, որ դա խնդիր չի իմ համար։ Ու ասեցի, ես 50 հարցը սովորել եմ եւ կարող եմ այդ 50-ից որը ուզում եք, բայց դա իսկապես չգիտեմ։ Կամ ասի, եթե ժամանակ կտաք, սենց մի հատ աչքի տակով անցկացնեմ, հա, ու ինձ ասեցին, սա պետական քննություն է, աղջիկ ջան, սենց որ տենց մի քիչ օտարի պես ասեցին ինձ 5 տարի ճանաչելով եւ իմ այդտեղի բեքգրաունդը ճանաչելով։ Հա, ու ես էլ բաց ասեցի, ասեցի լավ, դուրը մի դրեք։ Ու դուրս եկա, ու դիպլոմը չստացա։ Հա, բայց ճիշտն ասած այդ ժամանակ բան էի, սենց լցված էի այդ ամեն ինչով, այդ գաղափարներով, այդ շատ հարուստ է ինձ համար այնքան կարևոր չէր այդ դիպլոմը։ Մտածում էի, բայց օրինակ հետագայում պահեր եկա, որ պետք եկավ ինչ-որ գործերի համար, հա, մտածում էի, որ գնամ վերցնեմ, հետո չէ, հետո տենց չվերցրեցի, դե լավ հիմա։ Եթե ես լինեի ռեկտորը այսօր, ես ինքս կզանգահարեի եւ կհարցնեի, անի ցանկություն չկա մեր դիպլոմը գալ եւ վերցնել վերջապես։ Ահա, լավ, սպասենք, որ ռեկտորը ես կդիմեմ էլ։ Սպասենք, որ ռեկտորը ես դառնամ։ Չէ, Սարա, հա, ռեկտորի այսօրվա Սարա։ Տեղյակ չեմ, ճիշտ Չէ, ասած։ շատ լավ աղջիկա, որովհետև ես հիշում եմ ինձ մի անգամ դեռ ռեկտոր չէր, ինձ կանչել էր իր ներկայացմանը մասնակցեմ, շատ հետաքրքիր պիեսեր գրել, ուզում ասեմ, ես էլ մի քիչ ալարկոտություն ունեմ, այնպես չի, որ ինձ չեն սիրում, չեմ կարող գնալ դիմել։ Տենց հա ասում եմ վաղը մյուս օրը, ու տենց մեծացա, ասում եմ լավ։ Անցած լինի, հա, այսպես ասած։ Մյուզիկլը հիշեցիր, մյուզիկլի դերասանուհի, հայ երաժշտական թատրոնի դերասանուհի։ Եվ ես խոստացա, որ մենք Jesus Christ-ի թեմային կվերադառնանք, ուրեմն ինձ բախտ է վիճակվել դիտել Jesus Christ-ը Մոսկվայում։ Իսկապես, ես չեմ դիտել։ Ֆանտոմը Համբուրգում, Ալադինը Համբուրգում եւ վերջերս մի քանի ամիս առաջ Վարպետն ու Մարգարիտան Սանկտ Պետերբուրգում։ Վարպետն ու Մարգարիտան Մոսկվայում նայել եմ։ Ահա։ Հա։ Jesus Christ-ը Մոսսավետի թատրոնում էին բեմադրել եւ դա արդեն 10 տարի գնում էր այդ ներկայացումը եւ երբ ես էի ներկա, դա երկրորդ խումբն էր արդեն, երկրորդ սաստավներ, առաջին, բայց Անի ջան, ինձ թվում էր, որ ես թռչում եմ օդ ընթացքում։ Դա մի հրաշալի, փայլուն, ուժեղ ներկայացում էր, ուժեղ ամեն առումով, թե վոկալիստների, թե բեմադրության, թե տեխնիկապես եւ այլն եւ այլն։ Պատկերացնում եմ։ Կպատկերացնեք։ Եվ ինձ հետաքրքրում է, ինչ ես կարծում, ինչու ենք մենք այսքան հետ։ Ես չի ասի, գիտեք, որ հետ ենք։ Մի տեսակ այդ ժանրը ոնց որ սենց չի եղել մերը, հա, ու սենց օտար ամես, չնայած այս վերջերս, հա, շատ եղավ, սենց ծանոթացան բոլոր այդ ժա։ Ես որ գնացի ինստիտուտ, այնտեղ ասին դու դրամատիկ բաժինն եք ուզում, թե մյուզիկլ, որ ասին մյուզիկլ, ես առհասարակ գաղափար չունեի, ասեցի, այդ ի՞նչ է։ Ասեցին սենց երաժշտական, ասի դա, ես դրան ծանոթ չեմ, էդի գամ տեսնեմ ինչ է, այսինքն մեր ինստիտուտն էլ մի բաժինն էր, հա, մենք չունենք տեղ, որտեղ այդ կադրերը մեծացնեն, հա, մենք նայեք ավարտեցինք ու մնացինք վերջ, ավարտվեց։ Այո։ Դաշտ չկա։ Եվ ոչ սկսեցինք շարժվել, ոչ ապարել, ոչ մարմինը, դից հետ ես գնում, մտածում ես, որ բայց չգիտեմ, այստեղ կան լավ մասնակիցներ, օրինակ Նայրեն, իմ սիրելի, որի համար խենթանում եմ, որովհետև այդպիսի մասնագետ, հա,
ու հուսով եմ նայրեն կբեմադրի մի օր։ Հույսա նայրեն է բոլորիս։ Գիտեք չէ, այդ Եվրատեսիլի այդ մանկական այդ շոուն, որ անում ենք, հրապարակի նայրեն, որ նայրեն էր անում ու այնքան եմ հիշում այդ ձայնագրության ժամանակ նոտաներ էր լինում, որ ինքը ֆալշ չէր, այսինքն sense մի քիչ ոնց որ տեղը չներ, բայց ինքը չեմ կարա բացատրեմ, այն միլիմետր չես զգա, ոչ մի նայրեն զգում էր, ասում էր բանը, չէ, նորից է, ասում ենք ինչ ա եղել, ախր, չէ, այսպես մի պուջուր վրեն չէր, ոնց որ նորից ու այնքան պրոֆեսիոնալ է, այնքան լավ Անի աշխատում։ ջան, այստեղ էլի մենք վերադարձանք կրթություն թեմային։ Նրա կրթությունը փայլուն է, փայլուն տեղում է Ես շատ եմ ստացել։ սիրում մասնագետներ, որոնք գիտեն ինչ Ինչ են են անում ուզում եւ եւ ինչ ինչ են են ուզում։ անում։ Այո, Եվ հստակ անշուշտ։ օրինակ եթե դու էլ ինչ որ բան ասես կարող ես, ասենց ասեն թեկուզ ասեն չէ, ես գիտեմ, էս պիտի լինի, հա։ Այո, Ես սիրում եմ այդպես մասնագետների։ այո։ Մյուզիկլը շատ բարդ ժանր է դերասանի համար։ Դերասանը չունի պահկվելու վարքյան։ Նա երգում է, պարում է, խոսում է։ Դա քեզ համար անձամբ ինչ է, ստրես, թե հակառակ դու Գիտեք քամում ես Ոյ էներգիա։ այնքան հաճույք, հա, դա ես չեմ պատկերացնում, որ ես մյուզիկլի մեջ խաղում Ես անցադուի, sorry։ Չէ, լավ եք անում, ես ոնց ասեք։ Ես որ խաղում եմ մյուզիկլի մեջ ոնց նոր պատմեցիք, որ սենց վերևում էիք այդ մյուզիկլից, ես հենց խաղալուց այդտեղ եմ լինում։ Ես այդ բացի այդ գույներից, երգից ու այդ հանդիսատեսի այդ ծափերից սենց լսվում ա մի տեսակ չգիտեմ, ոնց որ ինչ որ օտար մի հատ աշխարհում լինեմ, հրաշալի, դա ինձ համար ծանրություն չի, ոչ էլ ստրես է, դա ինձ համար հաճույք է։ Բայց ուղղակի այդ եմ ասում, էլի, որ այդ ինստիտուտից հետո որ արդեն դու չես պարում, չես գնում, որովհետև եթե վերցնենք իսկապես մյուզիկլի արտիստ, հա, նա պիտի լինի պրոֆեսիոնալ պարող եւ երգող։ Կան իհարկե սոլիստներ, որոնք բնականաբար մենակ երգում են, դա էլ է նորմալ, բայց շարժվող։ Ես ինձ միշտ համարում եմ, հա, մյուզիկլի արտիստ, որովհետև այդպես եկա, բայց այո, կան բացեր, թեկուզ այդ պարային, որ աշխատանքի հետ է կապված, այսինքն օրինակ Sunset Boulevard-ը, որ այստեղ եղավ, ինձ ասեցին տարբեր դերեր առաջարկեցին ու այդ ռեժիսորը ասաց, որ բանը համել պարուհի այնտեղ 3 հոգի պարուհի է, այդ պարուհին կլինես, սա կնես, սա ոնցանք, բան ես հասկացա, այդ պարուհին սենց ցույց տվեցին ինչ պարա, ես ասի ես իսկապես չեմ կարող, անկեղծ, ես դա չեմ կարող պարել, ես որ դու քեզ թվում է դու իմանում ես դու ինչ ես կարողանում, այդ ռեժիսորը Անտոնը ասաց դու չգիտես դու ինչ ես կարող կլինի, ես որ ասում եմ այդպես լինի, հիմա ես ասում եմ ես ախր ինձ գիտեմ, ես այդ պարը չեմ պարել, այստեղ չեն սովորացել, հա, այդ ջազ մյուզիկլ, այդ չկա դեռ մեր մոտ, կան ինչ որ, հա, շարժումիկներ, բան, բայց չկա այդ ոլորտը այստեղ։ Մեկ ընթացքում ես հասկացա, որ ես պարել եմ դա։ Ես դա կարող, ես չգիտեմ ոնց։ Ու այդ տեսնելը, այդ շատ կարևոր բան է, էլի, այդ ռեժիսորը որ տեսնի դու կարող ես։ Այդ եմ ասում, մեր մեջ կա բոլոր դերասանների, ինչ որ մեկի մոտ քիչ, ինչ որ մեկը, այն ամեն ինչը, որը պիտի այդ ռեժիսորը տեսնի ու հանի։ Մեզ մեկ թվում է չենք կարող, բայց փաստորեն կարող ենք, այո։ Որ պահին քո կյանքի դու հասկացար, որ ես դերասանուհի եմ։ Ինչև հիմա էլ չեմ հասկացել։ Կարծում եմ դա աճելու բաղադրատոմսն է։ Մեկ sense նստում եմ ասում դերասան։ Միշտ դժգոհ ես քեզանից։ Վայ, այդ ինքնակնդատապար մոտեցում եմ, իմ մոտ դա շատ ծայրահեղ է ու ես անպայման ինձ կարում եմ։ Ես զգում եմ ինչն եմ լավ արել, ինչը վատ։ Այսինքն այնքան լավ բանն է դա, որ օրինակ թեկուզ դուք գաք ինձ ասեք, գիտեք, Մոնեսպանը ինչ գեղեցիկ, ոյ ինչ շատ լավ էր, ես գիտեմ, որ դա լավ չէր։ Բայց այսինքն ռեալ, ոչ թե որ ծայրահեղ, որ ոյ չէ, լավ չէր, որ դիմացին ասի, վայ լավ էր, չէ։ Ես հստակ գիտեմ, ես դες կարող ասեմ շնորհակալություն, բայց ես գիտեմ լավ էր, թե լավ չէր, ես դա միշտ զգում եմ։ Հիմա առաջնայինը դերասանուհի ես, պարուհի թե երգչուհի քո կարծիքով։ Այ, Թե դու այդ ամբողջ ծաղկեփունջն ես։ ինձ թվում է այդ ամբողջը, որովհետև
Չէ, համ երկում եմ, համ պարում եմ ու պարարվեստի ուսումնարանն եմ ավարտել, այնպես չի որ հենց այնպես ու տարբեր ժանրերի պարերի եմ գնացել, լատինա ամերիկյան, խարակտերնի, հայկական, Վանուշ Խանայմիրյանի մոտ եմ պարել, Գանջումյանի մոտ եմ պարել, այնքան որ sense մեկ-մեկ խոսում եմ, իսկ 80 տարեկան պիտի լինեմ։ Հա, իսկապես որ։ Քանի տարեկան էր Խանամիրյանը, երբ նրա մոտ Հա, այդ պարում էի։ համահայկական խաղերին եմ պարել, օй շատ շուտ էր ու շատ տեղեր եմ պարել, չգիտեմ։ Դրա համար չեմ կարող առանձնացնել, որովհետև որ երգը կա, մարմինդ շարժվում է, որ շարժվում է, ոնց որ իրար հետ լինեն։ Ազիզյաններին պիտի դրա մասին խոսենք անհնար է։ Սիրով։ Այդ սերիալը ավելի շատ տվեց հանդիսատեսի սեր, թե ինչ որ կարծրատիպ էր։ Երկուսն էլ։ Եթե անկեղծ ասեմ, երկուսն էլ նախ ինձ համար դա առաջի սիտկոմներ, այլ հեռուստատեսություն ես չեմ սիրում։ Այսինքն ես սիրում եմ սերը, չգիտեմ, չեմ հասկանում, ինչ որ այնտեղ իմը չի, կենթանի չի, հա, երևի։ Երևի, բայց կինո սիրում եմ, այսինքն որ կինո։ Դիտել, բայց հա։ Չէ, նկարահանվել եմ սիրում, բայց այդ TV-ների, այդ բաները, այդ սերիալիկներ, սիտկոմիկներ, բայց ուրիշներին նայում եմ, ես չլինեմ։ Ահա։ Ձևաչափը հոգեհարազատ չէ։ Ինձ թվում էր հոգեհարազատ չի, նախքան Ազիզյանները, ես այդպես ինչ որ լինում էր կաստինգներ, ինձ կանչում էին, ես կամ չէի գնում, բայց իսկապես ասում էի, էլի, այնպես չի որ ես ձեր կաստինգներին չեմ, ես ասում էի որ չեմ սիրում, էլի։ Հետո քանի որ այդ վաղ թատրոնում ավելի շատ էի զբաղված, ոնց որ հագեցած էի։ Ու Ազիզյանները իսկապես ինձ համար դա փորձություն էր, հա, եւ իհարկե գիտեք, sense ինչ որ բան կա, եթե նկատեք կամ ինչ որ մեկին սիրում են կամ չեն սիրում։ Այդ էներգիա գոյություն ունի, կարա մարդ շատ տաղանդավոր լինի, իսկապես, բայց ինքը չսիրվի, հա։ Նու համաշխարհային աստղերը կան, չէ՞, որ վրուցի լավն է, ինչ որ Այո։ Հա, այդ ինչ որ էներգիայի բան կա, որ ու ես ասում եի, տեսնես, ինձ կսիրեն, թե չէ։ Բայց չէի էլ վախենում, որովհետև մտածում եմ, դե սիրեցին, չէ, հիմա ինչ պիտի արվի, որ ոչ բան անելու զորով։ Հետո շատ պատահական ինձ այդ սերիալները ես նկարում եմ ու ես զգում եմ այդ հանրության այդ վայ ինչ լավ է, ասում կարող ինձ աթվում, որովհետև իսկապես ես եմ ուրախանում, որ ինձ սիրում են, որովհետև մենք աշխատում ենք հանրության համար, մարդկանց համար, այսինքն հանուն սիրո։ Այո, եւ այդ սերը վայելելու եւ մեր կողմից տալու այսինքն այդ դա իրար հետ կապված է, սուտ կլինի, որ ասեմ իմ համար միևնույն չի կարա լինի, որովհետև ես աշխատում եմ հենց մեր հանրության համար։ Ու այդ որ զգացի, որ սիրել են ինքն է ուրախացել։ Վայելում էիր այդ սերանի ջան։ Հա, ու մինչև այսօր վայելում եմ ու շատ շնորհակալ եմ մեր հայրենակիցներին, մեր ժողովրդին, որովհետև գիտեք, այդ սերն է պահում արտիստին։ Միանշանակ։ Ու ես զգում եմ, միշտ ասել եմ, որ ու մանավանդ այդ փոքրիկների սերը, որը ասենց շատ ազնիվ է, այսինքն մտածում ես ինչ որ մեծերը կարող է ինչ որ էգոիստ լինեն, ասենց ուղղակի ասեն, այդ ամեն ինչը շատ եմ ուզում։ Այո, ես շատ բաներ շատ զգում եմ, էլի։ Ու այդ տղաների, տղամարդկանց դեպքում մի քիչ ինչ որ տենց այդ բանը կարա լինի, հա, գիրքը այդ որ քեզ ուղակի գովաբանեմ, ու այդ էլ ես հասկանում, այդ էլ, բայց որ երեխաներն են սիրում, դա օրհնություն է, որովհետև դուք չեք պատկերացնի իրանց աչքերը, իրանց, ես որ նկարվում եմ, սենց իրանց գրկում եմ, փոքրիկ լինում, ու ձեռքս միշտ ընկնում է իրանց սրտին, ու այդ զարկերը, այդ արագ, վայ, դրանց լավ է, երևի աշխարհում չկա, ու ես շնորհակալ եմ։ Այդ արագ զարկերը ապացույց են հանրային սիրո էլ ավել բան իմ կարծիքով ու այդ երեխաների սերը ոչ մի բանի հետ չեմ համեմատի։ Ու չես համեմատի, այո։ Հա։ Ան ինչպիսին պարտնյոր էր եւ պարտնյոր է, քանի որ արդեն ներկայացումը կա, հա, Ազիզյանները բեմադրվեց, Հայկ Մարությանը։ Լավ, բարդ, հետաքրքիր, ու իհարկե պրոֆեսիոնալ։ Ինչու՞մն էր բարդությունը։ Բարդությունը, որ լավ բարդություն էր, այսինքն կարող է ինչ որ նախադասության մեջ
դա հայկական բառ չլիներ, հա, այդ ստոպ տար ասեր, չէ, մի հատ պետքա բառը ստուգենք, պետքա մեր հայերը լինի, հա, ինչ որ սենց պետքա տեսարանը շատ իդեալական լիներ, հետո մեկ-մեկ բարդությունն նրանում էր, որ ինքը արդեն տեսնում էր դա, ու որի իր տեսիլքից այն կողմ էր դա տեղի ունենում, ինքը դրան չէր համակերպվում ու ճիշտ էր անում, որովհետև մենք ասում ենք դե լավ, թող չէ ասում էր պետքա բանը իդեալական լինի ու ինքը կարողանում էր այո իդեալական աշխատեր ու իր հետ շատ հավես էր, ասենք, ասես մենք արդեն աչքով ունքով բանով հասկանում ենք իրար լրացնում ենք, դա ավելի շատ դե այնտեղ ստոպ կարար լիներ, հա, եւ շտկենք ինչ որ բան, իսկ ներկայացմանը ավելի շատ զգացի, որ միասին շատ լավ կարողանում ենք զգալ իրար, Ռուզան ու Գառնիկը, իսկապես այդ կերպարները, հա, հենց կարողանում ենք ինչ-որ բաներ հանդիսատեսը չէր զգում, դե բնականաբար, բայց մենք հասկանում էինք այդ իրար ճուրկիքսերը լրացնում էինք ու այդ շատ կարևոր բան է։ Դա առաջին համագործակցություններ նրա հետ, սերիալի մասին ասում։ Հա, ես առաջին անգամ։ Իսկ տարբերություն կա, երբ դերասանը տելեում է եւ կենթանի բեմի վրա։ Մեր ընտանիքի դեպքում չէ, անկեղծ։ Եթե օրինակ, չգիտեմ, Հայկի հետ խաղայի մեկ ուրիշ ներկայացում, գուցե երևար այդ պահերը, բայց որ այդ նույն ընտանիքն էր, մեր ընտանիքը, մեր գիժ ընտանիքը, բարի լավ, ասենց ոնց որ նույն կերպարներն էր։ Մենակ այդ տարբերությունը, որ մի քիչ դե մեծ դահլիճ է, հա, այդ մեր այդ sense ինչ որ փնփնթալները մի քիչ բարձր ձայնով է լինում, այդ մեր համար մի քիչ բաներ նկարելուց դե ուրիշ է։ Սովոր չի, չէ՞, դե տելեում չկա այդ արձագանքը անմիջական, իսկ մի քիչ ավելի sense գրոտեսկի վերածվող բաներ կար, բայց որը չէր խանգարում, որտեվ այդ ընտանիքը տենց։ Դե թատրոնում քանի տարի խաղացել ես, քեզ համար կարծում եմ դա արտասովոր չէր։ Թատրոնի մասին խոսեցինք, իդեպ տարիներ շարունակ կամերային թատրոնի դերասանուհի ես եղել։ Դա իմ շատ սիրելի թատրոններից մեկն է մեր քաղաքում։ Ես եմ շատ սիրում։ Քո կարծիքով այդ թատրոնի հավերժ հմայքը ինչու՞մն է։ Կամերային թատրոնի հավերժ հմայքը դա իմ սիրելի Արա Երնջակյանն է։ Իր գրելու ոճով, իր դերասանների ընտրությամբ, իր ստեղծագործություններով, ինձ թվում է իր էներգիան է այդտեղ, հա, ինձ թվում է հենց այդտեղ է հմայքը այդ թատրոնի։ Այո, նա քայլող հմայիչ ինչ-որ մի այսպես կետ է։ Ոյ շատ եմ սիրում։ Այո, շատ եմ սիրում։ Իմ Արա Երնջակյան։ Այնտեղ որ դերն է, որ չես մոռանա երբեք։ Պարոնայք ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ, որ այդ ներկայացման շրջանակներում հենց տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի արտավազդացա 13 թվականին ու ոչ թե որ ստացել եմ արտավազդ դրա համար, այլ շատ էի սիրում այդ դերը ու հետո բայց հասկացա, որ սենց հարց եք տալիս, չէ, որ դերն եք սիրում, ես սենց զգում եմ, որ սենց չեմ կարող զատեմ իրարից, որովհետև ես օրինակ ինձ բախտավիճակվել, որ ես խաղամ միայն Արա Երնջակյանից ներկայացումների մեջ, որոնք մեկը մեկից հետաքրքիր էր, տրագիկոմեդիաները, այդ ենթատեքստերը, այդ դու ինչ որ բան ես ասում, ասես դեռ կարդում ես, հետո տակի միտքը հասկանում ես, ասում ես, հա, սենց, սա սրան էր վերաբերվում, հա, ներկայացումներ կան, որ սենց մինչև վերջը հանդիսատեսը ծիծաղում է ու չի հասկանում, որ դա ինչ տրագեդիա է, բայց իսկապես ոչ թե որ պիտի խելացի լինեն, որ հենց այդպես էլ գրված է ու մենք ինչ որտեղ հասկանում են ու չգիտեմ, ես սիրում եմ։ Այո, դա իմիջիայլուց այ որպես հանդիսատես հիշեցի, որ այ Երնջակյանի ներկայացումները լինում է դու ծիծաղում ես կամ լալիս ես, որ այդպես է։ Այո, եւ հետո դու գալիս ես տուն եւ դու սկսում ես նորից անցկացնել, մարսել եւ դու կարող ես նորովի ընկալել կամ սկսել լալ, որ այնտեղ չէիր լաց լինում, հա, կամ ծիծաղալ։ Ու ինքուն հետաքրքիր է Արա Երնջակյանի պիեսները, ստեղծագործությունները, ես միշտ տեսնում ասում եմ, առարություն ինչ, միշտ արդիական է։ Երբ որ թվականին մենք դա բեմադրում էինք, դա հենց այդ թվականի համար էր, ասում եմ, ես ո՞նց եք դուք գրել ու շատ վաղուց հա 30-40 տասնյակ տարիներ գնում են նույն ներկայացումները եւ չես հոգնում։
Ոյ, հա ու ասելիքներ անընդհատ այդ կան։ ասելիքները, այդ խնդիրները, այդ լավ կողմերը ու միշտ կա, երբ եմ adres այդ, չգիտեմ, ինչ կախարդական, ինչ գրելավոճ մտածելակերպ կա ու իհարկե Արա Երնջակյանի սեներգանը։ Ահա։ Իսկ ինչ է զգում այդ 1 վայրկյան բեմ դուրս գալուց առաջ։ Ինչ է կատարումից միշտ մեծ հետաքրքրել է։ Մի բան ասեմ, ես իմ մասով կարող եմ ասել, ինչքան էլ որ օրինակ ներկայացումներ կար 7 տարի խաղում ես, բայց միևնույն է, ես այդ դողը իմ մեջ սենց երեխական անունները չեմ ասում, ոյ լավ, 7 տարի խաղում ես, արդեն իրենք մտածում են դա սուտ է, ես չեմ էլ պատասխանում, բայց միևնույն է, ես այդ դողը զգում եմ, չգիտեմ, մի բան եմ սկսվեց, այդ որ ասում եմ, վերջ, սկսվեց, Վարդուհի Բաղդասարյան լույս էլ անջատվեց, ասում եմ ու ես սկսում եմ սենց սիրտս արագ խփել, սենց սկզբի մասը խփում է, հետո արդեն ուրիշ բան է սկսում, Այդ իսկ պատճառով դու իսկական դերասանուհի ես։ Շնորհակալ Ես շատ եմ լսել պրոֆեսիոնալներից, որ իսկական պրոֆեսիոնալը միշտ պետք է սրտի թրթիրով մոտենա իր գործին։ Նամանավանդ այսպիսի գործի մասին է խոսքը։ Իհարկե, երբ որ դու ունես մարդկանց հետ, հա, անմիջական այդ շփումը, այո։ Շնորհակալ եմ շատ։ Չարժի սրտանց։ Անի ջան, այդ ներքին այրում զգացողությունը հաճախ է լինում։ Մասնագիտական այրում, հա, որ ասում են, որ դու դատարկված ես քեզ զգում, թե դա ամեն ներկայացումից հետո կարող է լինել։ Չէ, գիտեք ոնց է լինում, օրինակ, եթե դու ընթացիկ խաղում ես, դա չես զգում, երբ որ ինչ-որ ստոպ, իմ մասով եմ ասում, հա, երբ որ ինչ-որ ստոպ է լինում, շատ երկար ժամանակ չես խաղում, զգում ես այդ դատարկությունը իհարկե, բայց ինձ մոտ լրացվում է դա երգով, հա, որ ես երգում եմ ու սիրում եմ երգել, իմ մոտ լրացվում է պարով, ես կարող եմ գնամ պարի, չգիտեմ, մի ամիս գնամ պարեմ, ուղղակի ինձ համար, ես կարողանում եմ ինձ լցնեմ։ Ահա, այսինքն այն տարբերակը չես, որ գնում ես հակառակ քեզ պետք է հանգիստ թողնեն եւ դու պարկես։ Չէ, այդպես էլ է լինում։ Հա, լինում է, ինչ ես զգում եմ, աշխատում եմ ինձ չզրկեմ այդ ամեն ինչից, եթե պիտի հանգիստ պարկեմ, չգիտեմ, 10 օր, ուրեմն ես կպարկեմ հանգիստ 10 օր, ուրեմն ես դա եմ միտքը, որ գալիս է այդ սիրտս զգացողությունը, ասում չէ, ուրեմն պիտի արդեն շարժվեմ։ Ես չեմ բռնանում ինքս ինձ ու ուրիշներին էլ իհարկե։ Բրավո։ Բայց օրինակ ինձ հետաքրքրում է այդ 10 օր երբ ես պարկում, ֆիզիկական այդ լարվածությունից, թե հակառակ հոգեբանական։ Մտքի այդ միտքս պիտի հանգիստ լինի, ֆիզիկական շատ չեմ հոգնում, այդ ֆիզիկականին գիտեք, չէ՞, այդ ֆիզիկական հոգնածությունը դաժե թույլ չի տալիս, որ դու հանգստանաս։ Ուղեղը տանդ մեջ աշխատում է։ Չէ, այդ որ sense պարկում ես, ինչ որ ոտքերը ցավում է, sense այ իսկ որ պիտի մտքով խաղաղ լինեմ, որ այդ 10 օրը ես խաղաղ, որովհետև եթե հանգիստ չեղա մտքով, չեմ կարող հանգստանալ։ Իհարկե դե։ Իհարկե ծովում եմ սիրում։ Ծով, հա, չգիտեմ, այդ ջուրն է ինձ հանգստացնում։ Դե ես նկատել եմ, որ ես անձամբ տարիք, ես ծով չեմ սիրել։ Մանուկ տարիքում։ Միգուցե ես երես առած երեխայի, որովհետև ամեն տարի տանում էին ծնողները ծով։ Իսկ ես ուզում էի բակում խաղալ իմ ընկերները։ Դե գուցե այդ տարիքում, հա, ինձ էլ չի ընկալում, չես հասկանում, չես գնահատում, բայց հիմա ես էլ պարտադիր գոնե տարին մեկ, չէ, պետք է այդ ծովի շշունջը լսել։ Եթե ժամանակ լիներ տարին 3 4 Այո, դա բուժիչ հատկություն ունի միանշանակ։ Ես մենակ ծովում եմ հանգստանում։ Ջուր որ լինի, այսինքն ջուր, այդ ձայնը լսվի, այդ ջուրը լինի։ Եթե ես գնամ անտառ ու ջուր չլինի, կարա մի հատ sense բուջուր լիճ լինի կամ մենակ լինի։ Այդ շշնջոցը ջրի լինի, ճիշտ է։ Ես քնում եմ վերջերս, միացնում եմ անձրևի ձայնը եւ դա է ինձ հանգստացնում։ Այո։ Ես չեմ միացնում, որովհետեւ անդադ գալիս է, այս 20 օրա գալիս է։ Կարող ես ծովի ձայնը միացնել։ Ամենուր արդեն բնական process է այդ անձրևը։ Քիչ նեղվում եմ, հետո որ արտանում եմ, տեսնում եմ տանը չեմ տանն եմ ծովում չեմ։ Իսկ քեզ սնում են ավելի շատ քեզ նման կերպարները,
երբ դու մարմնավորում ես այդ կերպ, թե հակառակ կերպարները։ Կան դերասաններ, որոնք ասում են, որ ես բավականություն եմ ստանում բացասական դերեր կրելուց։ Ճիշտ ասած չեմ մտածել, այդ սնունդը ստանում եմ սիրած դերից։ Այսինքն չեմ կենտրոնանում դա բացասական դեր է, թե Եղել են ընդհանրապես բացասական Բա դերեր։ ես այդ Եվրատեսիլի 2022 թվականին հրապարակում չար վհուկ չեմ ասի, բայց Ահա, չարուկ ահա, խաղում, հետո վերջում վարյանում եմ։ ահա։ Դե հեքիաթային էր դա, հա, հա։ Նույնքը վատ չէր, այդ իմաստը շատ սիրուն էր, նայրեն էր արել, շատ գեղեցիկ, բայց ուզում եմ երկուսից էլ լիցքավորում եմ։ Ես այդ լիցքերը ստանում եմ այդ խաղացած դերից, դրական, բացասական, փոքր, մեծ, եթե սիրեցի, ուրեմն ես դա ստանում եմ։ Կախանում Այո, ես այո։ քաշել, Եթե հանել։ չսիրեցի, տեղել են, որ տեղեր, ես պարտադրված ոչինչ չեմ արել, բայց տեղել եմ պահել, որ դեպի դի տենց արվի, որովհետև այդ վաղ տենց հաճույք չեմ ստանում, ուղղակի տեխնիկապես կատարում եմ։ Անջան, իսկ մենք իմիջիայլուց ասացինք, խոսեցինք, որ Հայաստանը, հա, երբ որ լավ չի Հայաստանը, ինչքան ենք մենք տառապում, որովհետև դա մեր մայրիկն է։ Այո։ Քո մայրիկին ինչ կցանկանայիր, քո Հայաստան մայրիկին։ Գիտեք, առհասարակը միշտ ասում ենք, չէ՞, այդ խաղաղությունը, բայց ես ուզում եմ հենց այդ իմաստը մարդիկ հասկանան ինչի մասին է, հենց հստակ այդ խաղաղության մասին եմ ուզում եմ միշտ խաղաղ լինի մեր մայրը։ Միշտ նոր զավակներ ունենա, չպակասեն, ավելանան։ Շատ կարևոր է ինձ համար այդ խաղաղությունը։ Ունենան եւ պահենք այս հայրենիքում, չէ՞, այդ Որտեւ զավակները։ երջանկությունն է ցենց պահեր է, այս խաղաղությունը հավեր։ Իհարկե։ Իհարկե, երբևիցե չեմ պատկերացրել, որ կենաց ասելուց միշտ պետք է բարձրաձայնեմ առողջություն եւ խաղաղություն։ Ճիշտ եք ասում, այո։ Վերջերս միայն դա եմ մաղթում, կարծում եմ դրանից Ամենալավ վեր մաղթանքն չկա։ է, Այո։ հա։ Դե երիտասարդ ժամանակ չես ընկալում, բայց Հա, հասկանում եմ, միշտ էդի հասունանում ինչ ես որ ու- բառեր էր, որ ասվում էր, Հա, թվում էր, թե ուղղակի բառեր, Հետո որ մի քիչ բայց, հա։ մեծանում ես մեջքդ ոտդ։ Սկսում ես հասկանալ, որ այդ առողջությունը ինչի է մաղթում։ Մեջքդ, ոտքդ, պատերազմդ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այո։ Անջան, այնքան երաժշտական մարդ ես դու, որ ես ուզում եմ մեր զրույցը ավարտել այսպիսի երաժշտական ինչ որ տրամադրությամբ, լսել քո հոգու երաժշտությունը։ Եվ այսպես։ Ինչպես է հնչում քո մանկության երգը։ Վայ։ Իմ մանկության երգը։ Սենց երգ է։ Շատ երջանիկ կլիներ։ Սենց շատ կարճ ուղղակի Այո, բառերը չեմ այո։ հիշում, որ ինձ մամաս տանում էր երաժշտական դպրոց ընդունվելու, այդ երգը շատ տպավորվեց մեջս։ Արի մայիս արի, թող պուրակը կարկաչի։ Բառերը չեմ հիշում, նա 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 բառերը չեմ հիշում, բայց դա էր, մեկ էլ ջան աշունը շատ եմ սիրել։ Ջան աշունե, տես, հա, Շատ հուզիչ է։ շատ լավն են։ Առաջին սիրո երաժշտությունը ինչպես կհնչեր։ Մի տեսակ ես մելանխոլիկ երգեր չեմ լսել, չգիտեմ։ Չեմ տխրել, սիրելուց բանում, ուրախ բաներ եմ լսել, հետո ուրախ եմ եղել։ Օպտիմիստ։ Հա, բայց չեմ հիշում, սենց տարբեր շրջանում տարբեր էլի։ Չէ, ինչպես Ահա, դու կարող ես պատկերացնել, պարտադիր չի ինչ ես լսել այդ Ինչ ժամանակ։ ասացիք, մի հատ էլ ասեք, Առաջին մոռացա։ սիրո երաժշտությունը ինչպես է Հա, այսինքն հնչում սրտում։ զգացողությունը, Այո, զգացողությունը։ Ասես սենց ծաղիկի երաժշտություն, ծաղիկներին նվիրված, ինչ որ բույր ունի դա, սենց հոտ ունի, երջանիկ հոտ ունի ու տենց երաժշտություն երևի։ Կոտրված սրտի երաժշտությունը։ Կոտրված սրտի երաժշտությունը երևի ավելի մուգ գույներով ինչ որ բան, այդ վաղ տենց հալացում ես։ Բեմի երաժշտությունը։ Բեմի սպիտակ։ Հա, սպիտակ։ Ես Սպիտակ գույն։ կարմիրել եմ տեսնում քեզ հետ կապված հենց։ Հա, բայց այդ
ապրումները սպիտակ, լուսավոր։ Ահա։ Եվ վերջինը այսօրվա Անի Լուպեի երաժշտությունը։ Մեղմ, գունավոր, անվերջանալի, չձանձրացնող, հետաքրքիր եւ թերևս սիրով սեր կա մեջը։ Թևավորեցիր մեզ։ Շնորհակալ։ Շնորհակալություն։ Ինա ջան, ուզում եմ ձեր թույլտվությամբ, հա, շնորհակալություն հայտնել իմ Նարեկ Ավետարյանին այսօրվա տեսքիս համար, որովհետև ձեր տաղավարը որ տեսա, ես զանգեցի Նարեկին, ասի մատ գունավոր բան եմ, դեղին, կամ sense օրանժ, մի բան, որովհետև նենց լուսավոր տաղավար ունեն, ու Նարեկս շատ արագ այդ ամեն ինչ կազմակերպեց, Նարեկ շատ շնորհակալ եմ, որ դուք ասիմ կյանքում, եւ ուզում եմ, որ բոլորի կյանքում մի քիչ լինես, որովհետև դու շատ կարևոր բան ես անում։ Կարծում եմ նարեկները բոլորիս անհրաժեշտ են։ Նրանք կին արմատին հաստատ, նրանք գեղեցկացնում են մեր կյանքը։ Հա, համաձայն եմ։ Կեցեն բոլոր նարեկները։ Ուրա։ Շնորհակալություն Անի ջան։ Ես էլ եմ շնորհակալ, ձեր էներգիան շատ լավն է, շատ հարցազրույցի ընթացքում գիտեք, միշտ էդի ասում, որտեղ ես իրոք ընկնում եմ այդ շրջանները, որի մասին խոսում եմ, այսինքն sense զգացողություն, sense որ մանկությունից հարցրեցիք այդ ջերմ պահերը հիշեցի, հա, շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։